Մարտի 29-ին տեղի ունեցավ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կողմից հայտարարված 2026 թվականի կրթաթոշակային մրցույթի հաղթողների համար կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանյան դիմորդներին Հայաստանի համալսարանի Social Corporate Responsibility սոցիալական կորպորատիվ պատասխանատվության սահմաններում նաև հայաստանյան դիմորդներին տրամադրվում են ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ բակալավրիատի ծրագրերում սովորելու համար։ Ուստի ամեն տարի մոտ 25 հայ երիտասարդ ավագ դպրոցի շրջանավարտներ մասնակցում են կրթաթոշակների մրցույթին, որը բաղկացած է 2 փուլից, եւ հաղթողներին առաջարկվում են ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ համալսարանում Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում սովորելու համար։ Սա յուրօրինակ կրթական հաստատություն է, որը ստեղծվել է Brexit-ից հետո եւ որը հնարավորություն է տալիս ստանալ բարձրագույն բրիտանական կրթություն շատ ավելի մատչելի գներով, որովհետև տեղակայված է ոչ թե Մեծ Բրիտանիայի սահմաններում, այլ սահմաններից դուրս։ Եվ հնարավորություն է տալիս համալսարանին իրեն կանոնակարգել իր ֆինանսական քաղաքականությունը։ Այս տարի եւս մի խումբ տաղանդավոր հայ ուսանողներ մասնակցեցին մրցույթին, արժանացան ամբողջական եւ մասնակի կրթաթոշակների, ուսանելու բիզնեսի հոգեբանության, համակարգչային գիտությունների, հումանիտար գիտությունների եւ իրավագիտության բաժինների բակալավրի ծրագրերում։ Այսօր տեղի ունեցա կրթաթոշակների սերտիֆիկատների շնորհամիջոցառումը, որտեղ ամեն մեկը ստացել ենք scholarship award-ներ, ես ստացել եմ 25%, կամ մարդիկ ովքեր ավելի բարձր են ստացել, բայց ես էլ ուրախ եմ, թե ինչ նպատակի եմ հասել այստեղ։ Իմ ծնողների գաղափարներ եղել, որովհետև փոքր ժամանակ ես շատ էի երազել սովորել արտասահմանում, մի արտասահմանյան համալսարանում, բայց չգիտեի որ։ Իմացանք Յորքի մասին եւ որոշեցինք փորձարկել տեսնել, թե ինչպես կստացվի։ Միտք ունեմ Հայաստան վերադառնալու, կարծիքով իմ կարիերայի համար ապագայում էդի կարող մի մեծ առաջադիմություն ստանալ եւ ավելի լավ ապագա լինի։ Կա մի հատ մեծ խնդիր բոլոր եվրոպական համալսարաններում իրենց կայքերը սովորաբար շատ դժվար են աշխատում ու ինտերֆեյսի ահավոր կարգի մեծ խնդիրներ ունեն, բայց կոնկրետ իրենց կայքը շատ պարզ էր ու հեշտ էր օգտագործելը։ Ու մենակ նրանով, որ ես կարողացա հեշտ գտնել այն ինֆոն, որը ինձ պետք էր, ինձ հետաքրքրեց այս ծրագիրը։ Կրթաթոշակները հանձնվեցին Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բիզնես դպրոցի դեկան, համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սամոսի, Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանատան տնտեսական եւ մշակութային հարցերով գծորդ Էվտիխիա Բակուպուլոյի կողմից։ Priorities first of all are to get a very strong international education. Առաջնահերթությունները նախ եւ առաջ միջազգային բարձրորակ կրթություն ստանալն է։ Սա այն բաներից մեկն է, որն իսկապես օգնում է երկրին զարգանալ։ Իսկ ուսանողի համար ծանոթություններ ձեռք բերելը ոչ միայն դասախոսական կազմի, այլև այն մարդկանց, որոնց հետ նրանք սովորում են։ Կարծում եմ ամենամեծ առավելություններից մեկն է, որը ուսանողը կարող է իրականում ստանալ մեր ծրագրից։ Take from our program and aspire towards as well. Յորքի համալսարանը անգլալեզու կրթական հաստատություն է, որտեղ սովորում են ուսանողներ մոտ 60 տարբեր ազգային եւ մշակութային ծագում ունեցող խմբերից։ Շատ մեծ մրցույթ էր, դժվար էր, շատ քչերը ստացան կրթաթոշակները։ Այդքան շատ ուրախ ենք ու շատ երջանկացած բոլորս նստած սպասում ենք մեր թղթերը ստանանք։ Միակ բանը, որ սպասում եմ, դա իմ սովորելն է, իմ ուժերը, որ ես կարամ այնտեղ ցուցադրեմ ու օգտագործեմ, թե ինչ սպասում ունեմ այնտեղից, իրականում ոչ մի, ես գնում եմ մի նպատակով, դա կրթությունն է, միակ սպասումս է կրթության մեջ է։ Ի սկզբանե հենց շատ էի ուզում սովորել Հունաստանում, որովհետև հենց այդ երկրի մշակույթն էին ձգել մարդիկ, լեզուն, ու կարծում եմ, որ իրենց մշակույթը բավականին նման է Հայաստանի մշակույթին, իսկ հենց դուրս ընդունվել որոշումը շատ հեշտ է կատարվել, եթե ես ունեմ հնարավորություն սովորել դրսում, ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Իհարկե Հայաստանում էլ կան համալսարաններ, որտեղ կարելի է սովորել, բայց ես կարծում եմ, որ սովորող մարդը յուրաքանչյուր համալսարանում է կսովորի ու
կարծեցի, որ ավելի խելացի որոշում կլինի Եվրոպայում սովորել, կրթություն ստանալ եւ հետագայում ավելի շատ հնարավորություններ կստանամ այդ ավարտելիս եվրոպական համալսարանում։ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը առաջարկում է բակալավրի եւ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաեւ բարձր հեղինակություն վայելող համաեվրոպական Executive MBA ծրագիրը, որը նախատեսված է ղեկավարների եւ բիզնեսի մասնագետների համար, որի ավարտին շնորհվում են MBA աստիճաններ Յորքի եւ Ստրասբուրգի համալսարաններից։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։